առաջարկում ենք ձեզ հրաշալի բաղադրատոմսեր, իսկ այսօր խոհանոցային մեր անկյունում Աբրահամ Բաբիկյանն է, բարի լույս Աբրահամ։ Բարի լույս։ Ողջույն։ Շատ կանաչառատ է այսօր մեր խոհանոցը։ Այո, այսօր պատրաստելու ենք թարմեցնող կանաչ ամառային շատ հավես աղցան։ Այսօր թարմանում ենք այսօր այս շոքին իսկական տարբերակ է պատրաստելու համար։ Ինչ է մեզ անհրաժեշտ։ Մեզ անհրաժեշտ է թանձրուկի համար լայմ ձիթայուղ, չիլի պղպեղ, խոշորագացած եւ աղ։ Իսկ աղցանի բաղադրիչներն են ավոկադո, վարունգ, կանաչ սոխ, համեմ եւ կաղամբ։ Հիմա առաջնային կպատրաստենք թանձրուկը, որ չիլի պղպեղը բացվի, համերը ծոլվեն, այնուհետև կտրատենք պանճարեղեն եւ կպատրաստենք աղցանը։ Իմիջիալից այս բաղադրատոմսը հրաշալի հնարավորություն է տալու շատ շատերին ճարպերը այրելու, որովհետև բաղադրիչների մեծ մասը նաև ծառայում է հենց այդ նպատակի համար եւ ավոկադոն եւ կաղամբը լայմի մասին էլ չխոսենք թեթև առողջարար բաղադրատոմսի միջակայքից վիտամիններով գերհարուստ կասեին նաև Հետաքրքիր է, չէ՞, որ երբ մենք կանաչ գույնն ենք տեսնում կամ լսում, միանգամից այն ասոցացնում ենք առողջության հետ։ Մեզ թվում է, որ եթե օրինակ կանաչ աղցան է, ուրեմն վստահաբար առողջարար է։ Ինչու է այդպես մտածել եք։ Ոնց ես չեմ մտածել դեռ։ Ինձ թվում է, որովհետև կանաչը բնության գույնն է եւ ենթագիտակցաբար մեզ թվում է եւ երևի ճիշտ է թվում այդ առումով, որովհետև կանաչ գույն ունեցող բաղադրիչները միշտ առողջարար են լինում։ Գիտես եղեն խնձորը կանաչ, ասում են, չէ՞, մեկ խնձոր ես ուտում օրական եւ բժիշկներից հեռու ես մնում, այդպեսի հայտնի ասույթ։ Հիմա այսպես կանաչ խնձորը նկատի ունեին այդ դեպքում։ Ուզում եմ հիմա մտածել եւ գոնե մեկ կանաչ միրգ կամ բանջարեղեն կամ չգիտեմ ինչ-որ մի բան հիշել, որ այդքան էլ առողջարար չէ ու չի ստացվում։ Եթե դեռ չի ստացվում։ Դրան հակառակ կարող ենք տասնյակներով հիշել մթերքներ եւ բաղադրիչներ, որոնք առողջարար են։ Վստահաբար, այո։ Մենք պատրաստեցինք այս ընթացքում թանձրուկը։ Մինչ մենք խոսում էինք։ Թանձրուկը հիշեցնենք եւս մեկ անգամ ձիթայուղ է իր մեջ պարունակում լայմի հյութը, չէ՞։ Այո, չիլի պղպեղը խոշորագացած եւ աղ։ Այսպես թողնում ենք մի քիչ ինքը այսպես չիլի պղպեղը իր համերը տա սոուսին եւ կտրատում ենք պանջարեղենը։ Կանաչեղենի տեսականություն ենք սոխ եւ համեմ։ Լավ։ Վարունգը կոթերը այսպես հանում ենք եւ կլոր կտրատում ենք։ Հենց իր կեղևով։ Այո, կեղևով։ Լավ։ Մնում է այսպես վարպետորեն մենք էլ կարողանանք կտրատել Աբրահամ։ Մի քանի վարունգ միաժամանակ եւ հավասար ամենակարևորը։ Փորձում ենք։ Այս բաղադրատոմսը որտեղից է քեզ ծանոթ։ Այս բաղադրատոմսը վերցրել եմ համացանցից, կարելի է ասել համացանցի տրենդային այս տարվա բաղադրատոմսերից է, որը էջում եւս կա, բայց առանց կաղամբի։ Այստեղ ավելացնում ենք կաղամբը, որ ավելի sense հետաքրքիր ստացվի, ավելի առողջարար դառնա։ Եվ առողջարար, եւ ինքը sense թարմ ավելի sense հյութեր տեսքա տալու։ Բայց սա օրիգինալ բաղադրատոմսն է հենց կաղամբով, թե կաղամբը դու ես մտածել։ Կաղամբը ես եմ ավելացրել։ Հիմա ինձ թվում է ամեն դեպքում այսօրվա իմ գույներն են ոգեշնչել Աբրահամին նաև կանաչ աղցան պատրաստել։ Նախապես պայմանավորվել։ Այո, ես շատ սազում ենք այսօր ես եւ Աբրահամի բաղադրատոմսը։ Այո։ Ես անհամբեր եմ նաև տեսնելու վերջնական տեսքը աղցանի։ Սա ախորժաբեր աղցան է, ստիս, որովհետև ինձ թվում է այս աղցանով չես կարող լիարժեք քաղցդ հագեցնել։ Այո, կգա մի որևէ կարգավիճակ, որ օրինակ կզգաս որ որոշ չափով անդադար քաղցի զգացողությունը։ Կաղամբ է պարունակում։ Կաղամբը օրինակ գիտես ինձ չի հագեցնում, անդադար կարող եմ ուտել։ Անդադար։ Օրինակ ասում է, չէ, արևածաղիկը վարակիչ է եւ սկսում ես մեկ հատ երկու հատ ժամերով կարող ես փորձել եք կաղամբով փոխարինել, հա, արևածաղիկը։ Այդպես, այո, պարզապես կաղամբը երբ կտրատում եք, այսպես կարող ես վայելել, խրթխրթացնելով հատկապես Աբրահամ, մենք խոսում ենք եւ շեղում ենք հերոստատիտողներին, ավելի լավ է մենք լռենք եւ դու պատմես հերթով քայլերի հերթականությունը։ Մենք այստեղ կտրատեցինք սոխը եւ համեմը, ավելացրեցինք վարունգին։ Հիմա կկտրատենք, լավ, եկեք կտրատենք կաղամբը, այնուհետև կկտրատենք վերջի բաղադրիչը ավոկադոն եւ բոլորը կմիացնենք իրար։ Սա չինական տեսակի կաղամբ է, չէ՞, եթե չեմ սխալվում։ Այո, պեկինյան կաղամբ է։ Մենք կօգտագործենք սրա մի մասը
Որը շատ ավելի նրբահամ է, չէ՞, բայց Այո, եւ ավելի սպիտակ երանգ է տալիս, շատը դրա համար են վերցրել, որ sense ամբողջը sense կանաչ չլինի։ Եվ պատրաստիր, խնդրում եմ եւ մեզ հետ կիսվիր վերջին շրջանում քո հետաքրքիր նորությունների մասին։ Ամառը ամեն դեպքում գաստրո ոլորտում ակտիվություն է տիրելու շատ բազմաթիվ փառատոններ եւ այլն, ինչ նորություններ ունես։ Իրականում մասնակցեցին կինո փառատոնին, շատ հետաքրքիր էր եւ առաջիկայում պետքա երկրից բացակայեմ, այսա արդեն գալիս է գաստրո տուր իմ համար երկրից դուրս։ Գնում ես բաղադրատոմսերի հետքերով։ Այո, կարծում եմ վիդեոներ էլ կնկարեմ Ֆրանսիայից եւ Իսպանիայից։ Օ, եվրոպական խոհանոց։ Այո, եվրոպական երկրներ Իսպանիա, ավելի։ նոր վերադարձած մեր Ալեքս Արաքելյան։ Որ տվեք ուր գնալ եւ ինչ փորձել։ Աբրահամ, մենք անպայման եթերից հետո կարող ենք մանրամասն շփվել, ես քեզ կպատմեմ, թե ինչ հրաշալի բաղադրատոմսերի հետքերով կարելի է գնալ։ Okay։ Եթե չեմ սխալվում, հիմա ավոկադոն ենք, մշակում այդ փուլում։ Այո, ավոկադոն։ Եթե չեմ սխալվում, հետաքրքիր է, որ 2024 թվականին, իհարկե, եթե չեմ սխալվում, Բարսելոնայում շատ այսպես համեստ մի ռեստորան էր, առանց որևէ ճոխության, բայց այդ ռեստորանը արյուտես համարվեց աշխարհի լավագույն ռեստորանը, իր Միշլենով նաև, Միշլենյան աստղով, եւ շատ անսպասելի էր, որ Բարսելոնայի այդ ռեստորանը, որ իսկապես շատ համեստ էր, Համլետ երբեք չես կարող պատկերացնել, որ այդտեղ աշխատում են գիգանտ խոհարարներ ու առաջարկում են այնպիսի բաղադրատոմսեր, որ արժանացավ այդ մրցանակին։ Դե լավ ռեստորանների ամենամեծ գաղտնիքը հենց լավ խոհարարն է լինում, ոչ թե լավ ձևավորված ինտերիերը, ճիշտ է, Աբրահամ։ Միանշանակ համաձայն եմ։ Ես Իտալիայում ավելի շատ եղել, Ռոմ, Նեապոլ, եւ իրանց խոհանոցը դեռ իմ ամենասիրելի խոհանոցներից է, որտեվ նախ շատ པարզ են բաղադրիչները եւ ասես տնական են ավելի պատրաստում, շատ համեղ, չգիտեմ, առավոտ սուրճ խմես կրուասան, այնուհետև իրանց պիցցան, պաստան, դե խոսքեր չկան։ Իրականում մեր հայկական խոհանոցները շատ լավ, շատ համեղ։ Ուղղակի պետք է փորձել եւ մեր առաջ տանել։ Իհարկե, հայկական խոհանոցը շատ համեղ է, սա անվիճելի է։ Այդ մասին կփաստեն նաև Նեապոլում եւ Բարսելոնայում ապրող համերկրացիները կարծում եմ։ Իհարկե։ Եթե գան եւ փորձեն։ Ուր հասանք, Աբրահամ։ Հասանք ավոկադոին։ Շերտ ենք կտրատում։ Փոքր կուպիկներ ենք կտրատում։ Մաքրում ենք։ Փորձենք ընտրել ավելի հասուն ավոկադոներ, եւ մեր ավոկադոն բավականին հասուն, շատ լավ ավոկադո էր, հենց այս մեկը։ Մի հատ կօգտագործենք այստեղ ավոկադո։ Աբրահամ, ինչն ես կարևորում, երբ սկզբում մտնում ես խոհանոց, ինչ պետք է լինի, որ քեզ տրամադրի ինչ-որ բան պատրաստել։ Կամ ինչը կարող է խանգարել, չգիտեմ, գուցե ավելի քիչ է խանգարող հանգամանքներ ու հեշտ թվարկես դրանք։ Իսկ թվում է առաջինը դրամատրությունից շատ բան է կախված խոհանոցում, պետք է լինի լավ դրամատրություն, որովհետև եղել են դեպքեր, որ պետք է աշխատայի խոհարար, գնացել եմ տվյալ խոհանոց եւ մի ժամ հետո ուզեցել եմ փախնել։ Միջավայրը շատ կարևոր է, երբ լինում է առողջ միջավայր։ Երկրորդը արդեն մաքրությունը եւ տեխնիկան, ինչ տեխնիկաներ են օգտագործում եւ ինչպիսին է խոհանոցը։ Իսկ մյուսից թվում է ամենակարևորը, թե ինչ ուտեստներ են իրանք պատրաստում։ Եթե անհետաքրքիր է ուտեստները եւ խոհանոցը, չեմ կարծում չեմ մնա ես գահել եմ տես սովորել, եթե բան չկա։ Ինձ թվում է առաջնային սովորելու համար, թե ինչ ուտեստներ են պատրաստում, երկրորդը արդեն մթնոլորտը, ինչ տեխնիկաներ են օգտագործում եւ որտեղ է։ Հիմա մենք թանձրուկը արդեն պետք է ավելացնենք մեր աղցանի վրա։ Վերջապես մի աղցան, որը ես էլ եմ կարողանալու փորձել, որովհետև կատնաշաքար չի պարունակում ոչ մի կերպ։ Այո, այսօր քո օրն է։ Այսօր իմ օրն է։ Այսօր ես կպատմեմ ձեզ ելի հեռուստադիտողներ, համեղ էր աղցանը, թե ոչ, չնայած վստահ եմ, որ շատ համեղ է լինելու։ Արդեն տեսքից էլ պարզ է։ Հիմա խառնում ենք։ Ես քանի որ ձեռնոց ունեմ, որ ավելի լավ տարածելու համար համերը, ձեռքով լավ կխառնենք, որ բոլոր բաղադրիչները միանան իրար, կամ եթե գտալով եք խառնում, այսպես եք անում, ցնցում եք ու գտալով այսպես տագից բերում վերև։
Եվ մատուցելու ենք հենց այդպես, չէ՞։ Չէ, ափսե ունենք, հա հենց այսպես ենք մատուցելու։ Չէ, դետալներ ինչ որ վերջում չենք ավելացնում։ Չէ, ինքը արդեն իսկ սիրուն կանաչ աղցան ու կարմիր հատիկներ կան սիրուն իրա մեջ։ Իսկ հիմա ինչ որ մի բան ավելացնել պետք չի։ Հիմա վերցնում ենք ափսեն։ Գիտես, հենց նոր ուզում էի խոսել այն մասին, որ մատուցման ափսեն ինձ թվում է պետք է մուգ գույնի չլինի եւ ահա Ափսեն էլ քո գույներից է որ շնչված այսօր Հայկ։ Պետք է ես եւ դու միասին ափսեն։ Ես կպահեմ տանը։ Պահենք եւ նկարվենք։ Դուք փորձես։ Ճնոջ ես եմ մեծ սիրո։ Շատ գեղեցիկ է Աբրահամ։ Ահ եւ պատրաստ է մեր աղցանը։ Ընդհանրապես մի քանի բառադրիչ շատ արագ րոպեների ընթացքում աշխարհի ամենաօգտակար աղցաններից մեկը մենք հենց նոր ձեզ առաջարկեցինք սիրելի հեռուստադիտողներ Աբրահամի օգնությամբ Դե ու անունն էլ մասնակցությամբ։ կանաչ։ Այո, իհարկե կանաչ աղցան։ Ընտիր։ Շնորհակալ ենք շատ Աբրահամ, որ մեզ հետ սկսեցիր օրը եւ այս շատ օգտակար կանաչ բաղադրատոմսը ներկայացրիր։ Ես գնում եմ փորձելու սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք շարժվում ենք առաջ։ Անպայման լավ տրամադրությամբ միացեք մեզ։